ԱՄՆ-ի մանչափասի նկատմամբ անառակաբար գործողություններ կատարած միջազգային հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում։ Տեղեկությունը այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկատվություն, որ այդ տղամարդը թաքնվում է Հայաստանում։ ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հետախուզում էր հայտարարված դեռևս 2024 թվականին Տեղաս նահանգի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հանցագործություն կատարելու մեղադրանքով։ 2025 թվականի օգոստոսի 5-ին ԱՄՆ իրավապահների կողմից տղամարդու նկատմամբ հայտարարվել էր արդեն միջազգային հետախուզում, ասված է հաղորդագրությունում։ Նոյեմբերի 5-ին Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկում հետախուզվողը հայտնաբերվել է եւ ձերբակալվել։ Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Ինտերպոլին եւ դատախազությանը։ Եվրոպայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունում Սամվել Սիրամարգյանը երեկոյան դարձել է Եվրոպայի երակի չեմպիոն։ Տեղեկությունը այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Չեմպիոնական տիտղոս են նվաճել նաև Անդրանիկ Մարտիրոսյանն ու Արգիշտի Հակոբյանը։ Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն է դարձել Վաղար Շաքեյանը, իսկ Հարություն Մարտիրոսյանը եւ Բահրամ Դովլաթբեկյանը դարձել էին փոխչեմպիոններ։ Նոյեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 9:50-ի սահմաններում Մարգարավանաձոր Տաշիրեմ 3 ավտոճանապարհին 59 կմ հատվածում Ափնագյուղից դեպի Հարթավան գյուղ տանող ճանապարհին բախվել են Nissan X-Trail եւ Opel Zafira Magnishi ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիներն ու ապարանի եւ Ծաղկահովիտի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել են մի մասը ապարան, մի մասը աշտարակ բժշկական կենտրոններ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ բարձում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել դաշտում։